Հիմա Աբբաս Արաղչին Իրանի արգուսնախարար վերջին օրերին շատ հետաքրքիր հարցազրույցներ է տալիս, մեկնաբանություններ եւ գլխավոր միտքը կայանում է նրանում, որ մենք ենք որոշելու երբ ավարտվի այս պատերազմը։ Այսինքն փաստացի մենք կարող ենք արդեն Այսինքն ԱՄՆ-ը սկսել է, Իրանը ավարտում է։ Այո։ Եվ փաստացի ըստ էության, եթե դիտարկենք իրադարձությունների այս ողջ շղթան եւ նաեւ այն, որ Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմը չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները եւ կարծես թե կարող ենք մենք փաստել, որ ստրատեգիական առավելությունը պատերազմում այլևս անցել է Իրանի կողմը։ Այո։ Եվ հետաքրիր ես երբ հոգևոր առաջնորդը զոհվեց Իրանի Սեյեդ Ալի Խամենեին իր ընտանիքի անդամները, զինվորականները եւ այլն, իմ մոտ այսպեսի մի հետաքրքիր միտք առաջացավ, էլի ես հիշեցի Նժդեից մի ձևակերպում, ասում է հայրենիքիդ այնպես դի ծառայես, որ անգամ մահդ առավելագույն ծառայի հայրենիքիդ, անգամ մահդ։ Համախմբեց։ Ուրեմն Սեյեդ Ալի Խամենեի մահը համախմբեց Իրանում անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից բոլոր իրանցիներին։ Ներողություն, անկախ քաղաքական դիրքորոշումներից նաև։ Ավելին, ընդդիմադիր մի կուսակցություն կա, որ առաջինը հայտարարեց, որ իրենք իշխանությունների հետն են։ Սա հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն մեծության մասն եմ ասում, մեկ, երկրորդ։ Իրանը հավակնում է, ուշադրություն դարձրեք, հիմա այս մենք ամեն ինչը նայում ենք աշխարհակաղակական պրիզմայով, չէ՞, մեր գնահատումները, տարածաշրջանային շահերի։ Հիմա եկեք Իրանին գնահատենք իսլամ աշխարհի պրիզմայով։ Ուրեմն շիա մահմեդականությունը իսլամ աշխարհում բնակչությամբ անգամ 1/5-ը չի։ Մոտ այդքան։ Ավելի քիչ, բայց հիմա Իրանը հավակնում է դառնալ միավորիչ գործոն ամբողջ իսլամ աշխարհի, այդ թվում հիմնականում սուննի մահմեդական աշխարհի։ Ինչպես։ Օրինակ, երեք Էրդողանը հայտնի ելույթ է ունեցել եւ գիտեք ինչ կոչեր է ասել։ Շատ հետաքրքիր է, որ այս կռիվը իսլամ աշխարհի դեմ է եւ աշխարհի բոլոր մահմեդականները պետք է միավորվեն, չարի դեմ եւ այլն, այդ կենացնել է գնում։ Այդ ինչու, այդ ինչ տարավ բերեց հանկարծ Էրդողանը նման բաներ հիշեց։ Որովհետեւ Թուրքիան հավակնում է դառնալ իսլամ աշխարհի, այո, առաջնորդը, այդ թվում նաև իր մեջ ներառելով շիա աշխարհը, բայց ամբողջ հարցն է, որ եթե այսպես նայենք ըստ Ղուրանի, որից ձևով ես չեմ կարող զուգահեռել, ասենք արաբական աշխարհի հիմնականում ծոցի հարուստ երկրների հոգևորականների նիստ ու կացը իրենց ղեկավարների այդ երկրի առաջնորդների ցոփ ու շվայտ կյանքը Իրանի այաթոլաների կյանքի հետ։ Պատկերացնում եք ինչ զուգահեռ եմ տանում։ Այսինքն ասկետ կյանքով ապրող Իրանի շիա մահմեդական հոգևորականները իրապես ապրում են այդ ժողովրդի համար։ Նեղ օրը այդ ժողովրդի կողքին են։ Իրենք երբեք բացի ծառայությունից իրենց հավատքով եւ իրենց ժողովրդին այլ բան իրենց իմաստը չի կյանքի։ Երբ որ դրան զուգահեռում ես սուննի մահմեդական աշխարհում այն կյանքով որ ապրում են շեյխերը, իրենց հոգևոր ներկայացուցիչները, այդ թվում նաև օրինակ Էրդողանը մեծահարուստ մարդ է։ Այսինքն ինչ ասել է մեծահարուստ։ Այս այդ հարստությունը հետը տանելու, հա։ Հստակ տարբերություն կա։ Եվ ես նորից եմ ասում, հիմա Իրանը ինքը հայտ է ներկայացնում, որի մասին չի բարձրաձայնում, բայց դա ակնհայտ երևում է։ Իսլամ աշխարհում դառնալ ավանգարդը, այդ թվում նաև սուննի մահմեդական աշխարհի, իր կենցաղով, իր վարվեցողությամբ եւ իրանական հեղափոխության առաջնորդ Խոմեյնի հայտնի ձևակերպումով մեծ սատանայի դեմ սրբազան պատերազմ մղելու ուրեմն անհանջ պայքարով։ Իսկ մեծ սատանան դա Միացյալ Նահանգներն էր։ Այն ժամանակ փոքր սատանան խորհրդային միությունն էր, այդպես էր գնահատվում։ Եվ հիմա եթե Իրանն է ավանգարդում դրոշակակիր էս ամեն ինչի, շատ բնական է որ իսլամ աշխարհում դրոշակակիրով դիլնի ոչ թե Թուրքիան, ոչ թե Սաուդյան Արաբիան, որը հավակնում է ասում սրբ հավայրերի մոտ եւ այլն,
այլ Իրանը։ Այսպիսի հետաքրքիր զարգացումներ նաև